Ապրիլյան քարորյա պատերազմից հետո բոլորի, հասարակության, լրատվամիջոցների, ընդդիմության ու անգամ իշխանականների կողմից մատնանշվեցին այն բացթողումները, որոնց բացակայության շնորհիվ հնարավոր կլիներ մեղմել հակառակորդի ագրեսիան ու այն բոլոր շռայլությունները, որոնք կօգնեին ունենալ առավել մարտունակ բանակ։ Արդյունավետ կառավարում, իշխանության, ընդդիմության ու հասարակության համախմբում, հանուն հզոր պետության։ Սա է այն բանաձևը, որը մինչ օրս առաջարկում են առաջին հերթին իշխանության ներկայացուցիչները։ Իսկ ինչ են արել նրանք այս նպատակները կյանքի կոչելու համար շռայլությունների ու անարդյունավետ կառավարման անուղղակի խոստովանությունից հետո։ Օրինակ, Ազգային անվտանգության խորհուրդը հանուն հայրենիքի ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար ապրիլի 5-ին հատկացրել է 1.800.000 դրամ, մի քանի օր անց ևս 590.000 դրամ։ Ընդհանուր առմամբ, ապրիլ ամսին 2.390.000 դրամ ծառայողական ավտոմեքենաների սպասարկման համար։ Ոստիկանությունը քարորյա պատերազմից քաղած դասերից հետո փոստային ծառայությունների համար Հայ փոստընկերությանն է փոխանցել 490 միլիոն դրամ, ասել է թե 1 միլիոն ամերիկյան դոլար։ Ազգային ժողովում էլ պետության դեմ ծառացած ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերների դեմ առավել արդյունավետ են պայքարում նոր վարագույրների ներքո, որոնց համար ապրիլին պետական բյուջեի հատկացումներից տրամադրել են մոտ 1 միլիոն դրամ։ Ազգային ժողովում ապրիլին ամենաանհրաժեշտ իրերի թվում են եղել նաև սոսինձն ու աղբի տոպրակները, որոնց համար տրամադրվել է 925.000 դրամ։ Միայն ապրիլ ամսին կատարված այս շռայլ ծախսերը կարող էին ուղղվել օրինակ բանակի առաջին անհրաժեշտության մի շարք իրերի ու հանդերձանքի գնմանը։ Ազատամարտիկ հետախույզ Վովա Վարդանովը, ով ապրիլյան քարորյա պատերազմի ու դրան հաջորդող օրերի ընթացքում ևս եղել է առաջնագծում, մանրամասնում է, թեև բանակն այսօր գրեթե ռազմական տարբեր սարքավորումների կամ հանդերձանքի պակաս չունի, բայց ամեն դեպքում որոշ հանդերձանքի տեսակների համալրումը ավելորդ չէր լինի։ Այն ինչ որ անհրաժեշտ էր ու չկար կամ շատ քիչ էր, դրա պատճառով շատ խնայողաբար էին օգտագործում, կարելի ասել չէին օգտագործում, խոսքի գիշերային սարքերը, գիշերային տեսանելիության սարքերը, հիմա մեր ժողովրդի օգնությամբ, շնորհիվ շատ նորմալ քանակի համալրում ա եղել, երևակայ էլի դրա պահանջը կա, բայց կարիքը կա, նշանակում է շատ քիչ է, չէ, այդտենց բան չկա բանակում։ Նույնիսկ հիմա շատ մեծ պահանջարկ են, ասենք, ստացել անձրևանոցները, բայց ոչ թե պատճառն այնա, որ անձրևանոցներ չկան, չէ, կան, ուղղակի չեն հասցնում չորացնեն։ Անձրևային եղանակ է, այդ պլաշ պալատկեքով պոստ են կանգնում, հերթափոխի են գնում, թրջվում է, ինքը բրեզենտից է ու երկար է չորանում։ Վարդանովը ընդգծում է, ուսապարկերի ու անձրևանոցների նոր խմբաքանակը զինվորականների համար մեծ օգնություն կլինեին։ Իդեպ, ուսապարկերի ու անձրևանոցների գնման կամ տեղում արտադրելու համար մեծ ֆինանսներ չեն պահանջվում։ Մեկ ուսապարկի գինը մոտ 10.000 դրամ է։ Ասել է, թե օրինակ ապրիլ ամսվա ընթացքում Ազգային անվտանգության խորհրդի ծառայողական ավտոմեքենաների վրա ծախսված մոտ 2.5 միլիոն դրամով կարելի էր գնել 2500 հատ ուսապարկ։ Հետախույզ Վովա Վարդանովի գնահատմամբ գիշերային տեսանելիության սարքեր բանակին այսօր ևս անհրաժեշտ են։ Կարելի ասել ոչ մի դիրքում գիշերային տեսանելիության սարքի պակաս չկա, ամենտեղ կա, բայց լավ կլիներ, որ ասենք բացի դիրքից լիներ երկրորդ գծում, լիներ ասենք հրամանատարի մոտ, կարճ ասած այդ ամեն ինչը բազմապատկել է, պետք 2-3 անգամ, այն ինչ որ ունենք։ Գիշերային տեսանելիության մեկ սարքի գինը միջինում 20.000 ամերիկյան դոլար է։ Դրանցից օրինակ ոստիկանության կողմից ապրիլ ամսին Հայփոստին փոխանցված 1 միլիոն դոլարով կարելի էր գնել 50 հատ։ Արթուր Հովհաննիսյան, Մարատ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։